հայր եւ որդի Ալեքսանդրյանների կահույքի ընտանեկան արտադրությունն է, որտեղ միավորվում է փորձն ու ժամանակակից լուծումները։ Արտաշես Ալեքսանդրյանի փորձն ու որդու նորարար մտածողությունը միասին ստեղծեցին Alex Home-ի հաջողության պատմությունը։ Արտադրությունը հիմնադրվել է 2004 թվականին իմ հայրիկի կողմից, մինչև հիմա ընտանեկան բիզնես է եւ այն ժամանակ իրանից ներկայացնում էր փոքրիկ արտադրամաս 3 հոգանոց մոտ 200-300 քառակուսի մետր հասարակական շենքի առաջին կիսանկողային հարկում չկար մեծ հաշվով ոչ մի ավտոմատացում, բայց սկսել էին արդեն ի սկզբանե որոշ հաստոցային պարկով։ Այժմ 2200 քառակուսի մետր տարածքում ստեղծում են որակյալ, ֆունկցիոնալ ու ժամանակակից կահույք։ Ավելի քան 20-ամյա պատմությամբ արտադրությունը մեկտեղում է եվրոպական փորձն ու հայկական միտքը։ Գնային մրցունակությունը եւ բոլոր մյուս բաները նույնպես կարեւոր են, բայց երբեք ոչ որակի հաշվին։ Այսինքն մեր ձգտումը եղել է այն, որ մենք կարողանանք տալ որակյալ արտադրանք, որը որ կծառայի երկար։ Alex Home-ը արտադրում է կորպուսային կահույք, խոհանոցային, ննջասենյակային պահարաններ ամենը բնակարանների կահավորման համար։ Հումքը ներմուծելու համար աշխատում են եվրոպական 20-ից ավելի կազմակերպությունների հետ։ Արտադրությունը փակ ցիկլով է, մինչև վերջնական արդյունք ստեղծվում է այս ավտոմատացված արտադրությունում։ Ավտոմատ պահեստ է, մենք նյութերը ստանալուց ամբողջը տեղադրում ենք այս հարթակի վրա եւ ռոբոտը ավտոմատ կերպով տանում է ներս։ Ընթացքում տեղի է ունենում հաշվառում, որ հատվածում ինչ կա դրված ըստ կոդերի եւ ավտոմատ կերպով հետո որ գույնը կամ որ չափսը որ պետք է, այդ գույնը վերադարձվում է նորից դեպի ելք, գնում է մշակման։ Այս սարքավորման մարդկային գործոնի բացառման արդյունքում 4 տարում Alex Home-ը տարեկան խնայել է շուրջ 6000 եվրո։ Այդքան գումարի հումք էր վնասվում միայն տեղափոխության ընթացքում։ Սա շերտայերից կպցնող հաստոց է, երբ որ դետալները կտրվում են, դրանից հետո ամեն դետալը պարտադիր բոլոր կողմերից պետք է փակվի։ Երևացող տեղերին կպցվում է նույն գույնով, ուրեմն շերտայերից, իսկ այն հատվածները, որտեղ որ չի կպչում, եվրոպական ստանդարտով նույնպես պետք է փակված լինեն, այսինքն ամեն դետալը 4 կողմից կպցվում է։ Մի կահույքի վրա կարա լինի մինչև 300-400 մետր կպցվող շերտայերից, այնպես որ քանակը բավականին շատ է։ Արտադրության գործընկերը լիզինգային շուկայի առաջատար Ակբալ լիզինգն է, որի աջակցությամբ էլ Alex Home-ը համալրվել է եվրոպական լավագույն որակը ապահովող սարքավորումներով։ Ամբողջ արտադրական մակարդակը, որը որ ձևավորվել է հիմա, ձևավորվել է Ակբալ լիզինգի մասնակցությամբ։ Առանց դրա մենք կլինեինք շարքային, ոչ ավտոմատացված, պարզ ձեռքով արտադրություն, որը որ այսօրվա մեր իրականության մեջ կարծում եմ երկար ապագա չունի։ Այն ինչ որ արտադրում ենք մենք, կորպուսային կահույքը առանց ավտոմատացման այլևս չի աշխատում։ Իսկ առանց Ակբալ լիզինգի եւ առանց առհասարակ ֆինանսավորման մենք կարծում եմ չէինք հասնի այնտեղ, որտեղ հիմա ենք։ Սարքավորումները եզակի են իրենց ֆունկցիոնալությամբ եւ արագությամբ, որի արդյունքում արտադրական ավտոմատացումը հասել է նոր մակարդակի։ Կահույքի արտադրության ավտոմատացում մեր դեպքում նշանակում է ամեն դետալը երբ որ կտրվում է, դետալի վրա կպցվում է պիտակ, որը որ ավտոմատ կերպով տպվում է սղոցի վրա։ Պիտակի վրա նշված է պատվիրատուի անունը, նյութը, արտադրության ամսաթիվը, չափերը, հերթական համարը եւ այլն։ QR կոդով նշված է ծրագիրը, որը որ գեներացվում է ներքին ծրագրով, որով որ երբ որ սա կարդում ենք, ծակող հաստոցի վրա հայտնվում է դետալը բոլոր ծակվածքներով, նենց ոնց որ իրանք պետք է լինեն։ Արագություն եւ սխալների բացառում արտադրությունը շարունակում է համալրվել նոր սարքավորումներով։ Գործընկերոջ Ակբալ լիզինգի աջակցությամբ շուտով Alex Home-ում կլինեն 2 նոր հաստոցները։ Սա մեր վերջի սարքավորումներից է, որոնք ձեռք են բերվել Ակբալ լիզինգի միջոցով, պատասխանատու է սղոցների համալիր սպասարկման, սրման համար։ Հայաստանում սա միակ սարքավորումներից մեկն է, որը որ լրիվ ավտոմատ ծրագրային սիստեմով կատարում է սղոցի սրում բոլոր կողմերից։ Այսինքն արդյունքում սրված գործիքը նորի պես աշխատում է։
Ակվալիզինգի հետ շփման մեջ ես զգացել եմ, որ նախ որպես գործընկեր հուսալի է։ Այսինքն երբևիցե չեմ ունեցել որևիցե խնդիր կամ խնդրեմ, որը որ մնացել է անպատասխան կամ չլուծված։ Մեզ համար միշտ կարևոր է պատասխանատվությունը երկու գործընկերներին։ Առնվազն դա ես միշտ տեսել եմ եւ միշտ գնահատել եմ։ Առաջիկայում նախատեսում են սկսել նոր արտադրամասի կառուցումը եւ ընդլայնել ընտանեկան բիզնեսը։ Երբ մեծանա, գործին կմիանա նաեւ Կրտսեր Ալեքսանդրյանը, Ալեքսանդրի որդին։